Հայաստանում համապետական ընտրություններին դեռ ամիսներ կան, սակայն քվեարկության արդար եւ թափանցիկ իրականացումը որոշ ընդդիմադիր ուժեր արդեն փորձում են կասկածի տակ դնել կեղծ լուրեր տարածելով։ Օրեր առաջ Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը Facebook-յան էջում գրել էր, թե վրաց-թուրքական սահմանային մաքսակետում հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր եւ այլ կեղծ փաստաթղթեր, եւ որ իբրև այդ կեղծ կապոցներում հայկական փաստաթղթեր են եղել։ Որտեղից էր լուրը վերցրել պրոֆեսորը, պարզ չէ, սակայն հրապարակումը չէր պարունակում որևէ փաստական տվյալ։ Փոխարենը սեփական ենթադրության վրա հիմնվելով Գևորգ Դանիելյանը գրել էր, թե ինչպես Վրաստանում, այդպես էլ Հայաստանում այդ կեղծ անձնագրերը կարող են օգտագործվել ընտրությունների արդյունքները կեղծելու համար։ Այսպիսի հրապարակումները կայծակնային արագությամբ են տարածվում ընդդիմադիր մեդիատիրույթում։ Այս կեղծիքն էլ բացառություն չէր։ Ցնցող գլխագրեր, առանց փաստերի փոդքասթներ եւ բազմաթիվ խոր վերլուծական անդրադարձներ եղան, եւ որպիսի հասարակության դեմ ընդդիմության հերթական հիբրիդային պատերազմը դադարեցվի, ներքին գործերի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ։ Մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հերքել է տարածված տեղեկությունը, վստահեցրել, մշտապես կապի մեջ են Վրաստանի իրավապահ գործընկերների հետ, որևէ նման դեպք չի արձանագրվել։ Լուրը բացահայտ ապատեղեկություն է եւ իրականության հետ որևէ աղերս չունի։ Կեղծ լուրերով հասարակությանը մոլորեցնելու մարտավարությանն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ապատեղեկություններով կառավարության դեմ բացասական տրամադրություններ գեներացվում են ամբողջ աշխարհում։ Եվրոպական երկրներում կեղծ լուրեր տարածողներն այնքան լուրջ են վերաբերվում հարցին, որ անգամ սոցիալական հարցումներ են անցկացնում, նշել է վարչապետը։ Եվրոպական քաղաքական համայնքի Կոպենհագենի գագաթաժողովի ժամանակ երկրներից մեկի ղեկավարը հանդես եկավ զեկույցով այն մասին, որ իրենց երկրում դեզինֆորմացիոն տեխնոլոգիաներ կիրառողները նախապես հանդես են եկել սոցիոլոգիական հարցումով, պարզելու համար, թե որ ոլորտներում դեզինֆորմացիան է, որ հանրության վրա առավել մեծ նեգատիվ ազդեցություն կունենա նրանց տրամադրելու պետության եւ կառավարության դեմ, եւ պարզվել է, որ դրանք 4 ոլորտներն են. առաջինը ազգայնությունը կամ ազգայինությունը, երկրորդը եկեղեցին, երրորդը առողջապահությունը եւ դրա այլընտրանքային մեթոդները եւ չորրորդը դավադրությունները։ Ինձ թվում է պարզ է, թե առակս ինչ է ցուցանում եւ հաջորդ հետեւությունն այն է, որ մեր հանրությունը այնուամենայնիվ շատ հարցերով շատ չի տարբերվում եվրոպական շատ հանրություններից։ Պետական գերատեսչությունները, հատկապես ներքին գործերի եւ պաշտպանության նախարարությունները, հորդորում են զերծ մնալ անանուն աղբյուրների չհիմնավորված կարծիքների եւ չճշտված տեղեկությունների տարածումից։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։